Այլույս քուրեր եւ եղբայրներ աղոթքում ասու առաջնորդությունը խնդրենք իր խոսքին համար դեր շնորհակալ ենք քեզի դերունական այս սուրբ օրվան համար որ մեզի կյանք տալով քու ներկայության տավակեցիր գաղութենք ով հայր որ այսօր քու խոսքդ օրդություն դարձնես մեզ ամեն մեկուն որպես ով դեր կարող ենք քու փառքի համար ապրիլ ու քեզ բարավորել միածին որդուդ Հիսուս Քրիստոսի անունով խնդրենք եւ փառքի համար ամեն Սիրելիներ մեր այսօրվա նյութը բիդլա հետեւյալը նոր կյանքին մեջ հինը մորնալը նոր կյանքի մեջ հինը մորնալը Սիրելիներ հարցում ունեմ ցեզի թե արդյոք Օրմը փորձած եք հագնել այն հագուստը, որ այլևս չի գնար հարմարիլ ձեր մարմնին, որ թերևս ժամանակին ձեր նախընտրած հագուստներ, հագուստը որ բարդանքով գակնեիր, որ այլևս դուլծած է ամեն կողմեն ու հանգստավետ վիճակը գործընծուծած, որը ճիշտ կնմանի քու հինգ յանքիդ վրայով ունեցած իմաստին, որ գուզես փոխադրել զայն նոր կյանքիդ մեջ, որ զայն Աստված է փոխած։ Ուրեմն հին անցդ այլևս չի հարմարիր քու նոր կյանքիդ գոյադևմանը, որ Աստված գուզե որ ապրիս ոչ թե դեպապար քու անցյալիդ հետ շփում ունենաս, որը գրնա վտանգել քու նոր կյանքիդ առաջխաղաց կա։ Ուրեմն կարևոր բանը ասեմ քեզի թե դու չես կրնար քու նոր կյանքիդ մեջ շարունակել ունենալով քու հին մտածելակերպդ մարդիկ կաղոթեն Աստծո որբեսի զիրենք բարձրացնե անոնք ուզեն հարաշտիմել առանց պատրաստության ուզեն հարություն առնել առանց խաչելության ժամանակ մգար որ մեզ շատերը գաբված էինք ոչ թե որովհետև չէինք շարժեր սակայն որովհետև գմերժեինք իր հետ գալել Աստված մեզ չի կանչեր հանգստի սակայն Աստված մեզ կկանչե փոխակերպման սակայն փոխակերպությունը պետք ունի բան մտապելու երբեմն մեր թափելիքը Սախողության վախն է, երբեմն հանգստի սովորությունը, երբեմն գլա այն մարդիկը, որոնք գեշեցնեն մեզ, թե ով էինք մենք, փոխանակ խոսելու, թե ով իդելանք։ Այս գիտնալով դագավին ես փոխանակ խոսելու, թե ով իդելանք, իմ անցից կպահեմ, որովհետեւ արդի այս գիտնալով Եվ իմ անցս կվայեմ արդի վիճակի մեջ, եղողը, որպես արդի վիճակի մեջ եղողը, վախով հաճման տամ դարձած, գադարյալ անցմը երևնալու մտահոգությամբ անտամալուծված, կաղապարներով շղթայված, նոր սենյակներ կպնդրենք ու գաղոտենք անոնց համար, բայց մտքով հին սենյակներու մեջ կբրդինք, ու հոն Մենք մեզ գտնենք ներքին բայկարի մեջ, գիտնալով, որ շատ ավելին գա, սակայն վախնալով, այդ շատ ավելին ունենալ է, հետևաբար այս բանը սորվեցա, վիճակես, թե Աստված թարմ յուղ երբեք չի տապեր հին յուղամանի մեջ։ Բանը պետք է որ գոդրվի, Փամը պետք է որ վերցվի Աստծո խոսքը երկրորդ Կորինթացիոց գրքին 5:17-ին մեջ հետևյալը գսե թե ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է անիգա նոր ստեղծված մնե իները անցան եւ ամեն բան նոր եղավ Անչսեր թե իները պիտի անցնին երբ տուն պատրաստ սկաս անչսեր թե նորը պիտի կա երբ հարմարությունը լա
սակայն անհանդուկն երբով գահայդարարե ու հաստատ երբով, թե այն բահուն, երբ տուն Քրիստոսի մեջ ես, հինը այլևս վերջ է կրած։ Հին սովորությունները, հին մտածելակերպը, հին ծավերը, հին պատմությունները։ Սա ասել է, որ Աստված քեզ գտեսնե բոլորովին նոր, նույնիսկ եթե տուն այդպես չզգաս։ Սակայն մեծնալուն ճամփորդությունը ընտրությունն է։ Այն բանին, որ Աստված գսետ է, կալես անոր մեջ։ Նույնիսկ եթե այդ հանգիստ չէ, հարցը այն է, թե մեզ մեջ շատեր սրտատող գապված ենք մեր անցին արդիագամը լալուն վիճակին։ Մենք մեր վրա գուզենք տնել թուղթը նշանի համար, զոր Աստված չդված մեզի։ Ու կպաշտպանենք օրինակը, որ կքանթե մեր ուժը ու մեր հավատքը։ Սակայն հոսքը արտնությանը գանչը քեզի, թե տուն չես կրնա բժշկվել մտնոլորդիմը մեջ, ուր հարադև ծավ գա քեզի։ Չես կրնա սավարնիլ, եթե դագավին կեդինը քեզ կքաշե, նաև չես կրնա ներս մտնել աստուծոնը բադագեն, եթե դագավին քու անցյալիդ հետ մդերմություն ունիս։ Թող որ անգեղձը լամ քեզի հետ, քու հին վիճակներըդ վերաբրիլը ծավալի է։ Սա ասել է, որ պետք է որ այլևս արթնաս, սա ասել է, որ պետք է որ այլևս հերանաս քեզի սովորություն դարձած բաներեն, որ ասել է ապրիլ սորվիս, առանց յետիտ նայելու։ Որպեսզի պարավորես Աստված հանդուկն գերբով։ Ուրեմն պետք է գիտակցենք, թե ինչպես Աստված նպատակ ունի, պետք ունի նպատակը, Աստծո նպատակը պետք ունի անձնական զորություններու, որով ան գործնեք ես, ով որ ես, որովհետև հիմա դու նոր ստեղծված մնես, նոր կյանքով օժտված ու որոշում արած ես այդ նոր ճամփու մեջ մնալու ու դեպապար քալելու անոր մեջ։ Եվ այդ ճամփու մեջ մնալն ու մեծնալը անշուշտ իր քինը ունի, որովհետև այս մնալուն ու առաջնիմելուն ծևը պետք է ունի, որ տուն քու անցը բոլորովին մորնաս, որովհետև լաս այն անցը, որ Աստված կուզե ծևավորել քեզ։ Նաև Սուրբ Գիրքը հստակ գտնե, թե ոչ ոք Աստծո համար մեծ գործեր գուզերնել, դակավին նույնը կմնա, որովհետև Աստված ինքն է, որ քեզ կմեծնե, որպեսզի զանոնք ընես, անի որ գծդե ու կմաքրե քեզ անհաջող վիճակներդ, որովհետև իր փառքին համար քեզ գործածե, գանչելով ու պատրաստելով քեզ, որովհետև այլևս հին ինքնությունը չգրես, որովհետև դու նոր ստեղծագործություն ունես հիմա, հիները անցան ու ամեն բան նոր եղավ, դու զգաս կամ չզգաս, որովհետև օրինակ առնենք Սողոսը, մարդը, որ հավատացյալները գալած էր, եղավ Պողոս առաքյալը, որը նաև նոր գրադարանին գրեթե գեցին ավելին գրեց, սակայն այդ փոխագերբությունը չպատահեցավ, որովհետև անփարելավեց իր ժողովրդային պատկերը, այդ պատահեցավ, որովհետև անհանդիպեցավ Հիսուսի և թույլ տվավ, որ այդ հանդիպումը գործանե ամեն ինչ, որ ինք ադենոք հավատացած էր և գառուցած էր։ Եվ այդ կատարյալ նվիրման վայրեն անթարցյալ ծնած էր նպատակի համար և նույն ձևով այսօր Աստված քեզ կկանչե, ոչ թե որպեսզի ավելին ունես, հապա որպեսզի ավելին լաս, և ավելին լալը ասել է թափել
այն բաները, որոնք այլևս չեն ծառայել քո գանչիդ, այսինքն ինքնիդ այլևս չհանցնել գեցվածքներու, սովորություններու եւ անձնապաշտպանության, որոնք ծանոթ են, սակայն անբդուղ։ Որպես կարող լաց մեծնալ հանկիստ վիճակեմը ավելի անտին, որպես կարողանաս Աստծո նպատակեն ներս մտնել։ Այո, հարադեպ աջումը միշտ պետք է լա, սակայն մեր գանչը հանկիստ վիճակեմը համար չէ, որ պետք է որ լսվի, հապա հնազանդության համար միայն։ Ուրեմն Աստծո խոսքը հստակ կերպով այս կխոսի Հռոմեացիս 12:2 մեջ ասելով եւ մի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքովը հավատացեր մտքին նորոգությունով նորոգվեցեք որբեսի քննեք թե ինչ է Աստծո գամքը որ բարի ու հաճելի եւ գադարյալ է որ մե վերջն է որ կարող բիդելլաս փորձել ու հաստատել թե ինչ է Աստծո գամքը Տուն երբեք չես գնար հասկանալ Աստծո գամքը առանց մտքի փոփոխության պետք է որ փոխվիս ոչ թե միայն արտաքինով, հապա նաև մտքով, հոգիով եւ ուզումով եթե միտքը չի գնար ըմբռնել քու յանքդ երբեք կարող պիտի չլա զայն ըմբռնելու շատեր հուսախապած են որովհետեւ աղոթած են Աստծո սակայն միշտ բռնելով իրենց հին հերանեկարները Անոնք ուզեն, որ կործածվին Աստծո գոմե, սակայն դագավին գմդածեն զոհի մնման։ Անոնք Աստծո թակավորության համար բայքար գուզեն մղել, սակայն մդովին զայն ընելու բազրած չեն, գուզեն իշխանությամբ կալել, սակայն վախով գքին, սակայն հոս է ճշմարտությունը Տուն չես գնար Աստծո դալ քու լավակույնդ, երբ տագավին երեք բա մտածելագերբիտ մեջն ես, բարձաբես չես գնար, որ գնմանի նոր քինին, որ գուզես հին դիգերում մեջ տնել, չի գնար բահվիլ, հապա գբայթի, չեզ մեջ հադեր պարծկացում գբանչեն Աստծմե, սակայն գմերջեն պարծրանալու հրավերը, սակայն ասված գսե, Ես քեզի ավելի չեմ վերցներ, եթե քեզ ավելի խորը չդանիմ, ավելի խոր վստահության մեջ, ավելի խոր անձնազոհության մեջ, ավելի խոր հավատարմության մեջ, որովհետև այն ծրագիրը, որու համար գաղութես, գարիք ունի նկարագրի, սակայն պետք եղած նկարագիրը չես ունեցած տագավին, Քու աստեցիկ լալու երազդ պետք է որ արմադացած լա ճշմարտության վրա եւ ոչ թե փապակիմը վրա եւ այդ տեսակ նկարակիրը չի շիմվիր հանկիստով հապա գազմվի փոխագերբությամբ ասորամարի որ շատ թուրեր գուշանան բացվելու ոչ թե անորամար որ Աստված ոչ կսե բայց որովհետեւ Քու մեջդ գազմվելիք նկարակրին շիդակ հասկացողությունը դագավին չերևիր, սակայն ասված չգեցած, անգս բասե, քեզ գսբասե, որ տուն վերջ նագանաբես հասկնաս, ոչ թե ուր է իր տուն, հապա հասկնաս թե ան ուր գդանի քեզ գսբասե, որվեսի գանք արնես, ինձինքդ ներգայացնել է ու սկսիս լալ նոր սկիզբը ունենալու վիճակին մեջ։ Ու կսպասի, որ թատրիս աշխարհի հադագակիցը ունեցող ծևագերությունները ներգայացնել է ու սկսիս երկնքի փուն բատկերը ցույց տալ։ Գիտենք թե դժվար է ցկել փամը, որ ադեմը կորձեց քու մեջդ Դժվար է ցկել համոզումը, որ տուն գրած ես բոլոր յանքի ընթացքին։
Դժվար է ցկել ու հեռանալ այդ կյանքեն, որ մարդիկ սիրեցին, որովհետև այն հանգեցուց իրենք։ Եվ ինչ որ ավելի դժվար է, այդ ալ բագասն է գադարյալ լալուն, որը գրնայիր լալ, սակայն շատ բախսած է իր հոն հասնելուն, սիրելիս գանչված չես հոն մնալու, լջացած կյանքի մեջ քոյադևելու, հավագանչված ես մեծնալու, փոխվելու ու դարածվելու, զարկանալով լալու, այն տեսակ անցմը, որ ոչ թե միայն գգրե բիդագը քրիստոնյամը լալուն, այլ նաև ուզե թակավորությանը իշխանությունով, որը սկսի մտքին մեջ, սկսի որոշումոմը, և այն ադեմ միայն տուն գաբրիս ամփոխ կյանքը Քրիստոսի մեջ, ուրեմն նշանիմը մի սվասեր, որովհետեւ բոլորը իրենց համամտությունը դանկեզի, մի սվասեր մինչև որ դու պատրաստ սկաս, այսօր իսկ որոշե ասելով, ես պիտի չհիմնվիմ իմ հին եսիս վրան, ինձինքս պիտի ստիպեմ հարաշտիմելու, պիտի ընդունիմ զարգացման սևը, որովհետև պիտի մերժեմ գործընծնել այն ինչ որ Աստված ունի ինձ համար, գարչելով միայն այդ հին կյանքին, որ ես սովոր էի ապրելու, ուրեմն ուշադրությամբ ակնարկ մնենք, թե հին կյանքդ ինչ կներկայացներ քեզի համար, մարմնապես, հոգեպես և սկացական գերբով։ Ուզեմ քեզի բան հարցնել, երբեք սկացած ես թե դու մեծ արժեքմը և իմաստ ունիս քո շրջապատիդ մեջ, ու մարդիկ միշտ քո ներկայությունդ կուզեն իրենց մեջ, եթե սկացած ես, ասել է որ ճիշտ հոն, քո հին մարդը տագավին հոն է, եթե սկացած ես, ասել է որ ճիշտ հոն, քո հին մարդը հոն է, և դու անոր հագագշտին դագնես, չես կնար ազատել, իսկ եթե մենք չջանչնանք այդ մտքի խաբեությունը, ան որ լուր գերբով պիտի խափանե ամեն ինչ որ Աստված կփորձե շինել, մեր կյանքերում մեջ կհասկանանք թե հին մտայնությունը խելացի է, անմիշտ մեղքը գործել չի դար, երբեմն նրբությամբ կգործե իր ավերները, հին անցդ հաջող ինձինք չի հայտներ բարձր աստարարությունոմը, սակայն անգεφսպսա ասելով քեզի, թե այս բանը նախապես փորձած ես, գամսելով դուն քեզ ով կգարձես, ու նաև գսե քեզի թե դուն այս սևով եղած ու ապրած ես, և այս պսպսուկները զորավոր են, որովհետև անոնք կօգնեն, որ շարունակես ապրիլ ցած մագարտակով կյանքը, և այս թադողությունը չէ, հաբա մեր ուղղությունը շտկելու, իսկ եթե մենք ուշադրիչ չլանք ու անդեսենք զայն, կվերածվենք անդարբեր հետամնացներու, անհոգ խուցափողներու, հոգևոր կյանքի սկսվողներուն, որովհետև ազատության առաջին քայլը անցին ինձինք զգուշացնելն է, որովհետև կարող լաս լուծել այն ինչ որ գտիմակրավես։ Հակոբու թուղթին առաջին գլխուն 23-25 համարները հետևյալ գսեն, վասնզի եթե մեկը միայն լսե խոսքը ու չկատարե, կնմանի մարդումը որ հայլի մեջ աչքեր դնգած իր բնական երեսը կդիտե, վասնզի դիտելով կտեսնենք զինք ու գանցը գերտա, և շուտ մգմորնա թե ինչպիսի մեկն էր, բայց անոր
բայց ան որ ազատության գադարյալ օրենքին աշտընկելով գնայի եւ անոր մեջ գնա գլսե չի մորնար այլ գդարե երանելի բիդլա իր կորձերում մեջ համարը խորունգ է որովհետեւ ինչ իմաստունի լսելը եթե մդաթիր չես զայն ապրելու ինչ իմաստունի եկեղեցի մի երթալդ եւ եթե մդաթիր չես զայն ապրելու ինչ իմաստունի եկեղեցի երթալդ եւ աղոտ ու նվիրում ու կարոզներ մտիգնելդ եթե շարունակես հայլի մեջ նայելով խուսափիլ ու անոնց աստեցությունեն հերանալ առանց փոխվելու ինչ արդյունքի կհասնիս սիրեներ աստծո խոսքը հայելիմն է եւ ոչ թե զդիչմա որ քեզի անցը ցույց կտա եւ ոչ թե միայն բարձ զարդարանքը հոգբույթ հաբա նաեւ գմեցնե գպժշկե ու գներե նաեւ ոտքի գանե ես երբեմն գաղութենք որ աստված փոխե մեր գացությունը ու երբ ինք կփորձե որ մեզ փոխե գսկսենք նոր թուրեր խնդրել իր մե եւ սակայն դագավին մենք մեր հին անցը ցույց կտանք իրեն աստծո մենք բժշկություն ուզենք սակայն չենք ուզեցել մեր սիրած բաները օրնություն կխնդրենք սակայն գարկաբավությունը կմերժենք հստակություն ուզենք դագավին շարունակենք գղմիլ անորոշության մեջ այլևս գանք առնենք այս հին ապրելագերբեն գիտնալով որ քու հաջորդ մագարտագդ պետք չունի քու հին մտածելագերբիտ հին գեցվածքիդ եւ գամ հին բանությանդ սակայն ան պետք ունի խոնար հանցնված ու վերանորոգված քու անցիդ նոր վիճակին այնինչ որ կարող բիդլա փչրելու քու ժանկոդած ու հին գաղավարդ որ քեզի ճշմարտությունը ասե որբեսի թիմագալես ներքին քննադատություններդ որբեսի սկսես լալ փոխանակ քոյադեվելու միայն ուրեմն սիրելիս հայլին նայե ոչ թե մարմնավոր հայլին հավա աստծո խոսքին հայլին որ ու հարցուր ինձնքի դսելով դագավին ես ինչ կգրեմ իմ մեջս որ արկել կանդիսանա ըլլալու իմ ուզած նոր անցս ինչ բաներու անտեպ հավատք ինչ սովորություններ ինչ տեսակ հարաբերություններ եւ ինչ տեսակի մտածելակերպ զիսկաբաց կբահեն այն անցին որ ես էի նախքին եսիս միայն զայն միջանցնար հավա փանմրե անգեցեր բազատվելու ժամանակն է որ գանք առնես թիդելե քու հին անցդ եւս սկսից ապրիլ որպես թե նոր մեկը որովհետև թուն այլևս գործընծնելու ժամանակ չունիս քու հին անցիդ հետ աստված քեզ հարաճանալու կգանչե իսկ եթե թուն շարունակես ցույց տալ քու հին անցյալդ թուն խոստումը պիտի գործընծնես սիրելիներ դժվար եղող ղեկավարությունը գա դիսցիպլինը որ քու հաջորդ գամուրջդ պիտելա որ ընդհանրապես մարդիկ խույս կդանանգե սակայն բացարձակապես պետք ունին անոր որովհետև ան գտասավորե ու գծեվավորե մարդու մգյանքին բոլոր ելևեցները ճշմարտությունը թե բանիմը հնարումը զուգատիբությամբ հետևանքը չլար հավա միշտ կլա մտադրությամբ իսկ եթե գուզես իսկական փոփոխություն մտցնել յանքիդ մեջ հարկ է որ գամուրջ մեջինես յանքիդ մեջ հոն հասնելու եւ այդ կարգապահության գամուրջն է
Սիրեներ գսիրենք շնորհք, օձում եւ օրհնություն բարերը, որովհետեւ ասոնք բոլորնալ սուրբ քրային են։ Սակայն շնորհքը առանց դիսցիպլինի գլա կողարգված բարիկը։ Օձումը առանց հաստատության նման գլա հոգևոր ներկայացումը։ Թուն գրնաս բարգևներ ունենալ, գանչված եւ ընդրված լալ եւ դակավին անշարժ գմնաս, եթե գարկաբաություն ճունիս յանքիդ ընտածքին։ Աստված գրնա դալ քեզի երազը, սակայն անպիտի չտա քեզի սովորություններ, այդ բաժինը քո պատասխանատվությունը դե։ Մտածի ադոր մասին, Հիսուս միայն հրաշքներ չրավ, անհաջող քաշվեցավ, հերու աղոթելու, մտադրությամբ ապրեցավ, անհասկացավ ծանրությունը իր վրա եղող ու գարկաբաություն տրավ իր ժամանակին, որբեսի զայն պաշտպանե։ Շատեր գուզեն զորավոր գերբով քալել իրենց կյանքերում մեջ, սակայն կարող պիտի չլան պաշտպանել իրենց խաղաղությունը։ Անոնք ժողովրդային աստեցություն ուզեն, սակայն չեն ուզել ենթարկվել անձնական գարկաբաության։ Բայց ինչ որ թուն քաղտնի գերբով կգադարեց, այդ գորոշե, թե ինչ պիտի ներկայացնես հանրության։ Իսկ եթե թուն գանդեսես ամենօրյա հոգևոր գարկաբաությունը, վստահ քիծիր թե պիտի խախտես կարևորակույն հիմը այն յանքիդ, որը վրա պիտի հաստատվի ամենափայլուն աբակայիմը հանդեպ ունեցած համոզումդ։ Եբրայեցիս 13-րդ գլխուն 11-րդ համարը հետևյալ գսե. Հիրավի ամեն խրատ նույն ադեն ուրախարար չի թվիր, հաբա դրդմարար, բայց ետքը արդարության խաղարար ուդուղը գհադուցան է, անով վարժվողներուն։ Հասկանալի է, որ առաջին հերթին այդ լավ չերևիր, և այդպես պետք չէ որ լա, մարմինըդ պիտի թիմաթարծե, զգացումներըդ պիտի բաժարապանեն, սակայն հունձքը անպայման պիտի կա։ Արդարությունը, խաղաղությունը, հստակությունը, հոգևոր իշխանությունը, այդ բոլորը, որոնք արդյունքն են գարկաբաությամբ լեցուն յանքիմը, ոչ թե բացառիկ կատարյա յանքի, սակայն փորձված, համոզված եւ ընդունելի յանքիմը, որը մեր մենաշնորհը բիդելա հոգվով ու մտքով զարգացած այն անձերուն, որոնք չանասիրությամբ քոյադեված ու մեծած են իրենց նոր յանքի մեջ, առանց իրենց ետին թողած հին յանքերը վերհիշելու։ Սիրելիներ, այսօր շատեր փափակ ունին ապրելու նոր յանքով, սակայն չեն գիտեր թե ուր եւ ինչպես պետք է դիրանան այդ յանքին, որ այս անորոշ ու դժվար ժամանակներում մեջ շատերուն փափակելի եղող խաղաղությամբ լեցուն յանքն է։ Սիրելիներ, միակ աղբյուրը այս խաղաղությամբ եւ ուրախությամբ լեցուն եղող յանքին դեր Հիսուս Քրիստոս ինքն է, որը սավ ես եմ ճամփան, ճշմարտությունը ու յանքը։ Ուրեմն հստակ է թե նոր յանքը փնտրողը միայն պետք է թիմե Հիսուսի, որպես կարող է լադիրանալ այդ յանքին, որ մորցնել պիտի դա անոր անցյալի իր հին յանքը, անոր պոտորգալից ընթացքը։ Դալով անոր յանքին բոլորովին նոր իմաստմը, նոր սիրտմը ու նոր մտածելակերպը, ու նաև նոր հույսով լեցուն իմաստալից յանքմը, որ կարող է Աստված բարավորել իր մնացյալ յանքի օրերում մեջ։ Դեր օրհնեցես սիրելիներ եւ իր սիրուն մեջ բահե բոլորդ իր բարքին համար։ Ամեն։